Իրավաբան Եվ նպատակը նրանց սահմանափակելու մեկն է, որպեսզի արժանի հայրենիները եւ եկեղեցու սատարող մարդիկ խուսափեն այլևս հանրերով պատմելու հայ առաքելական սուրբ եկեղեցուն, իսկ այդ նպատակը մինչ օրս բավարարված չէ։ Բնականաբար համոզմունք ունեմ, որ երբևէ չէր բավարարվի, որովհետեւ նույնիսկ ամենակոշտ ճնշումները չեն կարող հավատալ հայ ժողովրդի զավակներին հետ տալ եկեղեցու պաշտպանության կարևորագույն գործից։ Այսօր էլ առավոտյան արթնացանք եւ տեսանք, որ հոգեվորականների ձեռնարկալ էր Արագածոտնի թեմին առաջնորդության նորություն կան հետացել է։ Տեսեք, իմ ասածը վերաբերում է ընդհանուր մոտեցմանը։ Այստեղ process-ը, որը որ գնում է, իր մեջ ներառում է ինչպես հանրության շրջանում հայերի մեջ հավատավոր ժողովրդին սահմանափակելուն, այնպես էլ եկեղեցուն ամեն կերպ ճնշելու, որպեսզի սպասավորներին նույնպես հեռացնեն իրենց եկեղեցուց, որպեսզի խնդիրներ ստեղծեն եկեղեցու սպասավորների եւ պաշտպանների համար ու վերջնական արդյունքում ունենանք իրավիճակ, երբ նույնիսկ հավատավոր մարդիկ, նույնիսկ եկեղեցու սպասավորները պետք է անձնական խիզախություն դրսևորեն, որպեսզի պարզապես պահպանեն եւ պաշտպանեն իրենց արժեքները։ Այս ամենի ենթատեքստում ինձ համար ճիշտ ասած շատ տարօրինակ է եւ մենք ականատեսն ենք առօրյա գրոհումների նկատմամբ, այսպիսի քաղաքական ճնշումների եւ չենք տեսնում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների եւ դիվանագիտական առաքելությունների Հայաստանում գործող դեսպանատների արձագանքը։ Ես խորին համոզմունք ունեմ, որ այն մոտեցումները եւ այն գործելավոճը, որը այսօր որդեգրել է մեր օրվա իշխանությունը, բացարձակապես համահունչ չէ վերջիններիս արժեհամակարգի հետ։ Եվ ակնկալում ենք, որ գնահատական մեր արտաքին գործընկերների, իստեղ գործող դեսպանատների, միջազգային կազմակերպությունների կողմից։ Վերջիվերջո Հայաստանն էլ պետք է դառնա այնպիսի երկիր, որ երբ որ մենք էլ ականատես լինենք որևէ այլ երկրում կրճի ազատության դեմ որևէ գործողությունների, կարողանանք մենք էլ արտահայտել։ Այսօր փաստացի մենք այդպիսի կեցված չունենք։ Եթե նույնիսկ մենք ընկալվենք որպես բարձր ձայն, բարձր խոսք ունեցող երկիր արտաքին աշխարհի համար, միևնույն է, այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ նմանատիպ իրավախախտումներ, որպեսզի ինչպիսիք Հայաստանում են հանդիպում, ականատես լինելուց նույնիսկ այնպես որ խոսելու տեղ չենք ունենում։ Հետևաբար ակնկալում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները, դեսպանները գնահատական տան այսօրվա իրողություններին։ Շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևողներ